Ջրաքալույցի պատարագից հետո հայոց վեհարանում կատարվեց 2026 թվականի առաջին տնօրտնյաց կարգը։ Հարկի բարիքները, աղահացն ու ջուրը օրհնեցին ամենայն հայոց հայրապետն ու սրբազան հայրերը։ Արարողությանը մասնակցում էին մայրաթոռի միաբաններ, հայոց եկեղեցու բարերարներ, հավատացյալներ։ Ներկաներին խոսք ուղեց Նաթան arczepiskopos Հովհաննիսյանը, սրբազան հայրն անդրադարձավ տիրոջ ծննդյան պատմությանը, թե ինչպես 2026 տարի առաջ փոքրիկ Բեթղեհեմ քաղաքի մի քարայրի վրա նմանը չունեցող աստղ ծագեց, եւ թե ինչպես Հերովդեսը իր իշխանությունը պահելու համար փորձեց ամեն գնով ոչնչացնել մանուկ Հիսուսին։ Ցավով մեր կյանքի մեջ մենք իմաստությամբ տեսնում ենք աստղը, գնում ենք դեպի Հիսուս, մենք մեր հավատքով միամիտ եւ ազնիվ կերպով լսում ենք հրեշտակների երկեցողություն եւ անշուշտ ամեն բան անում ենք, որպեսզի մեր կյանքով Հերովդեսներ այլևս չլինեն։ Այս մութ բայց չափազանց լուսավոր գիշեր վերապարտել, մենք բոլորս այն հովիվների ու բարդ ժողովրդի պես լսելով մայր աթոռից իջած ավետիսը հավատքով գալիս ենք ձեր սրբության։ Գալիս ենք ձեզ հետ կիսելու այդ ավետիսի ուրախությունը։ Գալիս ենք ձեզ հետ կիսելու եւ նաեւ հավելելու մեր հավատքը առ Քրիստոս։ Մեր հույսը առ լավագույն եւ պայծառ ապագան մեր ժողովրդի։ Խաղաղությամբ մեր հայրենիքի ապագայի համար։ Եվ թող Տիրոջ օրհնությունը մշտապես այս տան մեջ լինի, որ մենք կոչում ենք վեհարան, որը մեր հոգու կենտրոնն է, որը մեր հոգևոր հոր նստավայրն է։ Ամենքին խաղաղություն եւ հույս մաղթեց նաեւ հայոց հայրապետը, տիրոջից ուշ կարողություն հայցելով թե եկեղեցական դասի եւ թե հավատավոր ժողովրդի համար։ Առաստված հավատքով եւ առաստված ապավինությամբ մենք կարողանանք դիմագրավել մեր կյանքի բոլոր դժվարությունները եւ կերտենք մեր ժողովրդի համար բարոր կյանք եւ ապահով կյանք։ Նաեւ Տիրոջ Սուրբ Ծննդյան այդ բերկրանքի ուժն ու զորությունը առաջնորդի մեզ մեր ծառայությունը, մեր առաքելությունը արդյունավետ իրականացնելու մեր ժողովրդի կյանքում իբարս նորամանուկ Հիսուս Քրիստոսին, իբարս երկնավոր մեր Տիրոջ, իբարս մեր Սուրբ Եկեղեցու եւ մեր հավատավոր զավակների։ Աստված օգնական ու պահապան ամենքից Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ։ Ընդունված ծիսակարգի համաձայն այսօրվանից հոգևորականներն այցելելու են հավատացյալների բնակարաններ եւ նույն կերպ օրհնելու տան աղա հացն ու ջուրը ստանալով եւ փոխանցելով Սուրբ Ծննդյան ավետիսը։ Այս ավետիսին ընթരാճ եւ այս ավետիսի փնդրտուքով մենք էլ պատիվ ունենք, առիթ ունենք, աղոթքով հայցելու Աստծո օգնականությունը, որպեսզի մեր օրը, մեր տարին, մեր կյանքը խաղաղությամբ սկսվի, աստվածփնտրությամբ եւ մարդասիրությամբ լրանա, որպեսզի մեր բարի ձեռնարկները իրականության կոչվեն, որպեսզի մենք մեր ներանձնական, ընդհանրական, հավաքական, ազգային, եկեղեցական մեծ հայտնի բոլոր մակարդակների մեջ լավը բարին, գեղեցիկը փնտրենք, արժևորենք, բազմապատկենք, առատացնենք եւ վայելենք։